Չէ, շնորհակալ եմ, պարոն Սարան։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք, ուրախ եմ կրկին այստեղ լինելու Երևանյան երկխոսության այս պանելային քննարկման մասնակիցներով այս հնարավորությունը գնահատում ենք մեծապես խոսելու Հարավային Կովկասի մասին։ Երբ մենք խոսում ենք Հարավային Կովկասի եւ փոխկապակցվածության մասին, նախ ուզում եմ խոսել հենց Հարավային Կովկասի մասին։ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան արդեն 3 տասնամյակից ավել անկախ հանրապետություններ ենք։ Այս տարածաշրջանը շատ ողբերգությունների միջով է անցել, հակամարտություններ, փախստականներ, բռնի տեղահանված անձիկ, տնտեսական քաոս եւ արդյունքում դեռ զարգացման ճանապարհին ենք։ Երբ մենք խոսում ենք Հարավային Կովկասի մասին, կարևոր է նշել, որ այսօր առաջին անգամն է, որ մենք հնարավորություն ենք։ Նախկինում Հարավային Կովկասը դա աշխարհագրական մի գաղափար էր, այսօր առաջին անգամն է, որ արդի պատմության մեջ ունենք հնարավորություն դառնալու իրական քաղաքական եւ տնտեսական տարածաշրջան։ Սա շատ կարևոր է Վրաստանի համար։ Սա չի շնորհվել, մենք նույնիսկ չենք էլ հասել այս ամենի, մենք ճանապարհին ենք։ Վրաստանի համար տարածաշրջանային համագործակցությունը շատ կարևոր է։ Հարավային Կովկասը շատ կարևոր է Վրաստանի համար։ Ես անգամ կարող ենք ասել, որ մենք սպասել ենք այս պահին վերջին 35 տարին ունենալու այս հնարավորությունը խոսելու տարածաշրջանային համագործակցության մասին, որպես տարածաշրջան, ոչ երկկողմանի, ոչ Վրաստանը շատ հարաբերություն ունեցել մեր բոլոր հարավային գործընկերների հետ, Թուրքիայի հետ։ Բայց առաջին անգամն է հնարավորություն ունենք մենք տարածաշրջանի մասին խոսել, որը կարծում շատ կարևոր հիմք կլինի փոխկապակցվածության համար, ապագայի համար։ Քանի որ երկկողմանի հարաբերությունները միայն բավարար չեն գրավիչ լինելու արտաքին աշխարհի համար։ Եթե ունենք պատշաճ տարածաշրջանային փոխկապակցության ուղիներ, սա գրավիչ կդարձնի Հարավային Կովկասը, դա գրավիչ հանգույց կդարձնի արտաքին աշխարհի համար, որ ներդրումներ կատարեն եւ մեր տարածաշրջանի ներսում կատարվող գործընթացների մի մասը լինեն։ Սա է ուզում ես ասել, մեծապես մեր մոտիվացիան մեծ է, մեծապես հետաքրքրված ենք ել ավելի առաջ տանելու այս տարածաշրջանային համագործակցությունը։ Վրաստանը գիտեք, որ եւս ներդրում է արել մեծապես այս ամենում եւ մեծ ակնկալիքով սպասում ենք տեսնելու Հարավային Կովկասը որպես գրավիչ մի անգույց միջազգային առևտրի, միջազգային ներդրումների եւ տնտեսական շարժունակության համար։